Սություն, Տեր Գարեգին, երկրորդ ամենայն հայոց, կաթողիկոսի պատգամը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով, հանուն Հոր և Որդվո և Օգնույն Սրբո ամեն։ Եկիր ի փրկություն ազգի մարդկան, թագավոր փառած, քո անճար խոնարհությանբդ, շարական։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին համախմբված մեր Սուրբ եկեղեցիների կամարների ներքո փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ մարդկության հանդեպ անհուն սիրով ու ողորմությամբ ուղարկեց իր միածին որդուն ազատելու մարդ արարածին մեղքերից և մահվան կապանքներից։ Փառք թագավոր, քո անճար խոնարհությանբդ եկար մարդկության փրկության համար օրհներգում է շարականագիր վարդապետը։ Այսօր Սուրբ Ծննդյան հրաշացարտ իրողությունն է վերստին հառնում մեր հայացքի առջև։ Երկնային բարձունքներում գահին բազմող փառքի թագավորը ծնվում է աղքատիկ մսուրի մեջ։ Փրկչի ծննդյան և հրաշաձայն ավետիսով ունկնդիր պարզամիտ հովիվները խոնարհվում են մանուկ Աստվածորդու առջև։ Իմաստուն մոգերը երկրպագում են Փրկչին, ով աստվածային խնամքով մարդկությանը առաջնորդում է դեպի բարիք, հաճություն և համերաշխություն։ Աստվածորդու հրաշափառ ծննդյան անճարելի խորհուրդն է մտքին անհասանելի, բայց հավատով ճանաչելի և ընկալելի։ Փրկիչը խոնարհվեց և մարմին առավ, նյութականից դեպի հոգևորը և աստվածային բարձրությամբ մարդկային սրտերը և մտքերը գրավեց։ Անմահը մահկանացու դարձավ, ճշմարիտ կյանքի և հավիտենական ճանապարհը ցույց տալու մարդկության համաձայն իր խոսքի. Ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Այսօր էլ Բեթղեհեմյան պայծառափայլ աստղը փորձություններով խռովահույզ աշխարհում փրկության հույսի ճանապարհն է ուղղորդում։ Սուրբ Ծննդյան գիշերը վկայում է, որ անգամ նեղությունների խավարում փայլատակում է Աստծո լույսը, ծագում է արդարության արեգակը, ինչպես անվանում է Քրիստոս շարականարերքում և մարգարեությունների մեջ։ Քրիստոսին ընդառաջ գնալ, նրա պատվիրաններով ապրել, վեհացում և զորացնում է անձերին և ժողովուրդներին, արժանին դարձնում աստվածային պարգևների և օրհնությունների։ Խանձարուրով պարուրված Աստվածորդու ընդունելով մարդը զգեստավորվում է փրկության շնորհով, որը հավատացյալ կյանքում բխեցնում է երկնառակ բարիքների աղբյուրը։ Աստվածամերժ ընթացքները սակայն մարդկությանը կանգնեցնում են չարիքների և կործանարար սպառնալիքների առջև։ Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը, նյութականի պաշտամունքը, քաղաքական և տնտեսական շահեր, տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի և ժողովուրդների իրավունքները, բարոյականության սկզբունքները, համամարտկային խաղաղ համակեցությունը, երջանկությունը և բարիքը։ Այսօր արհարավիրքների հետևանքով մարդկությունը հայտնվել է աղետալի իրողությունների առջև։ Պատերազմներ, զոհեր, ավերածություններ,
կարիքի և դժվարությունների մեջ հասարակ, անխռով որբացյալ, անօթևան երեխաներ, հակամարտությունների դաժան պայմաններում գոյատևող գոյատության ընտանիքներ, այսպիսի տագնապալի իրողությունները հրամայական են դարձնում աշխարհի բարեփոխումը ու ժողովուրդների համերաշխ գոյակցությունը, որը մշտապես պարգևում է մանուկ Աստվածորդու սուրբ ծննդյան երկիր խաղաղություն և իմարդիկ հաճություն, հրեշտակաձայն օրհ ներգություններով։ Սիրելիներ, աշխարհաքաղաքական ներկա բարդ իրողության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ազգը, մեր ժողովուրդը, բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրաված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքները, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, ազգիների կողմից շարունակվում են հնչեցվել նորանոր պահանջներ և սպառնալիքներ։ Այսօր մեր երկրի խռովահույս և ներքի խնդիրներով կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի և պառակտումների և հանգեցնում ազգի տկարացմանը։ Այս ամենին զուգահեռ քրիստոնեական բարոյական ընկալումների և ազգային հոգևոր ավանդական արժեքների խեղաթյուրումը աղճատում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը, թուլացնում ազգային ոգին, ներքաշում դեպի մեղքի հուսահատության որոգայթներ։ Սուրբ ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավեր է ուղղված ընթանալու սիրո, հաշտության, արդարության, տերունավան ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է մեր քրիստոնեական կենսապարգև ընթացքով։ Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցության և հարմարավետության չզոհաբերենք մեր ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը և հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին, տրվելով փառասիրությանը և իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին։ Մենք որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողվենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոս Հիսուսին, նրա վարդապետությանը, ընթանալով Աստծո խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող և բաժանարար մարդկային նենգամտությունից, միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի և հայրենիքի ապահով և բարոր հարատևության, լինենք միմյանց գործակից և ոչ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ, տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնորանում, երեխաների նոր ծնունդով արժանավոր զավակների դաստիարակմամբ հզորացնենք մեր ազգը և հայրենիքը, յուրաքանչյուր մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին ի պայծառություն մեր պետության և ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի։ Սուրբ ծննդյան ուրախալի ավետիսով ողջունում ենք առաքելական մեր Սուրբ եկեղեցուն, նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծի տան Անգելիկո կաթողիկոսին, Երուսաղեմի պատրիարք
Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Կոստանդնապոլոսի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանին, մեր Սուրբ եկեղեցու ուղղափառ ողջ հոգևոր դասին, մեր ողջուններն ենք հղում ի Քրիստոս մեր հոգևոր եղբայրներին, քույրերին, եկեղեցիների բոլոր պետերին եւ հավատավոր իրենց հոտին։ Հայրապետական մեր Սուրբ օրհնությունն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին եւ հայրենի սփյուռս աշխարհի։ Սուրբ ծննդյան հոգենորոք այս միասնաբար աղոթքի մասնակցությամբ մարդեղացյալ Աստվածորդին եւ հայցենք, որ առատ լինեն երկնավոր օրհնությունները ազգային եւ հայրենական մեր անդաստաններում։ Հաստատուն մնան տերունավանդ հավատի, հույսի եւ սիրո մեր կյանքում։ Խնդրենք երկնավոր Տիրոջ զորակցությունը մեր կորուստները կրած եւ հազարավոր բնորանից զրկված Արցախահայությանը։ Խնդրենք ամենակալ եւ ամենակալից, որ խաղաղություն եւ բարօրություն հաստատվի ողջ աշխարհում, հայրենի մեր երկրում։ Թող Աստծո ամենախնամ աչը եւ Սուրբ ծննդյան կենարար շնորհները մշտապես հովանի լինեն համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ մեզ մեծ ավետիս։ Եվ տուր